Եթե դիտել եք մեր նախորդ էպիզոդները, ապա արդեն գիտեք ինչպես մշակել վաճառքի ռազմավարություն, սահմանել աշխատակիցների KPI-ները, OKR-ները եւ այլն։ Իսկ ինչպես այդ ամենը վերածել կոնկրետ գործողությունների։ Մինչ սկսեմ ներկայացնել, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։ Շատ հաճախ ռազմավարությունից դեպի գործողություններ ճանապարհին ի հայտ են գալիս բախումներ, մտքեր գեներացնողների եւ դրանք իրականացնողների միջև։ Գաղափարները, որոնք դրվում են ռազմավարությունների, KPI-ների եւ OKR-ների հիմքում, չեն ներկայացվում բավարար խորքային, ինչի հետևանքով տեղի է ունենում թերի կոմունիկացիա։ Ինչի հետևանքով թիմը չի պատկերացնում, թե ինչ խնդիր է դրված իր առաջ եւ ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ։ Իսկ որոնք են ռազմավարությունից դեպի իրագործում անցնելու քայլերի հաջորդականությունները։ Քայլ 1. Ինֆորմացիայի ճշգրիտ փոխանցում թիմերին։ Այդ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է համապատասխան թիմերին ճշգրիտ եւ մանրակրկիտ ներկայացնել ռազմավարությունը եւ դրա իրականացման ամբողջ գործիքակազմերը։ Ինչպես ենք մենք դա անում ստամինայում եւ մեր գործընկեր կազմակերպություններում։ Ռազմավարության մշակման փուլից անմիջապես հետո կազմակերպում ենք սեսիաներ, որտեղ ամբողջ թիմին ներկայացվում է, ինչ պրոդուկտ ենք վաճառում, որ շուկայում, ում ենք թիրախավորում, ինչ պլանով ենք առաջ շարժվում, ինչ գործիքակազմեր ենք օգտագործելու, ովքեր եւ ինչ դերակատարում պետք է ունենան, ավելին յուրաքանչյուր ուղղության համար ստեղծվում է ուղեցույցեր եւ գործելակարգեր, որոնք թիմը ուսումնասիրում է, հետո աշխատակիցները հանձնում են ավարտական քննություն, որպեսզի համոզվենք բոլորը լիարժեք տիրապետում են ռազմավարությանը եւ ամբողջ գործիքներին։ Քայլ 2. Վերահսկողություն ռազմավարության իրագործման վրա։ Լիարժեք ռազմավարություն ունենալը դեռ ոչինչ չի նշանակում, եթե այն չի վերահսկվում։ Դա նույնն է, ինչ ստեղծել պրոդուկտ, բայց չհետևել դրա զարգացման ընթացքին։ Վերահսկողությունը պետք է իրականացվի բոլոր փուլերում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով։ Օրինակ, պիլոտային ծրագրերի դեպքում կարող է սահմանվել պիլոտի ժամկետ 1 ամսից մինչև առավելագույնը 3 ամիս։ Այս ընթացքում ռազմավարության բոլոր ուղղությունները տեստավորվում են եւ ըստ արդյունքների կատարվում են ճշգրտումներ։ Այս մոտեցումը թույլ է տալիս խուսափել մեծ ռիսկերից եւ օպտիմալացնել պլանը դեռ նախնական փուլում։ Քայլ 3. Ճիշտ մեխանիզմերի եւ գործիքակազմերի ընտրություն։ Այսօր ռազմավարական գործիքակազմը մեծ փոփոխությունների է ենթարկվել եւ շարունակում է ենթարկվել։ Ամբողջ աշխարհը թղթային ձևաչափից անցում է կատարում տարբեր հարթակների, իսկ վերջիններիս համալրվում են արհեստական բանականության լուծումներով։ Սա նշանակում է ունենալ ոչ միայն պարզապես գործիք, այլ նաև հեշտ եւ արագ վերլուծության հնարավորություն, հասկանալ թե որ փուլում է ռազմավարությունը աշխատում եւ որտեղ ձախողվում։ Այն օգնում է անընդհատ ադապտացնել փոփոխվող միջավայրներին։ Քայլ 4. Sales manual-ների կամ այլ կերպ ասած վաճառքի ձեռնարկների մշակում։ Սա ռազմավարության գործնական իրականացման հիմքն է։ Այլ կերպ ասած գրավոր ուղեցույց այն մասին, թե ինչպես պետք է ամբողջ վաճառքի ցիկլը տեղի ունենա յուրաքանչյուր պրոդուկտի վաճառքի համար։ Բերեմ մի քանի կոնկրետ օրինակ։ Եթե ձեր նպատակը պոտենցիալ հաճախորդների գեներացիան է, sales manual-ում պետք է նշված լինի ինչ աղբյուրից ենք հավաքում ինֆորմացիան, որ սեգմենտին ենք թիրախավորում, ինչ դաշտեր պետք է լրացնել, որ առաջադրանքը համարվի կատարված։ Եթե պոտենցիալ հաճախորդի հետ առաջի կոնտակտը տեղի ունենում LinkedIn-ում, ապա պետք է նշվի ինչպես ուղարկել ընկերանալու հայտը, ինչ տեքստ գրել առաջին հաղորդագրության մեջ, որպեսզի սահմանվի ամբողջական սկրիպտը։ Եթե վաճառքը տեղի է ունենում հեռախոսազանգի միջոցով, ուղեցույցը պետք է ներառի նաև մանրամասն սցենարներ կամ այլ կերպ ասած սկրիպտեր, թե ինչպես սկսել խոսակցությունը, ինչ հարցեր ուղղել, ինչ չի կարելի ասել եւ նույնիսկ հարցերի հաջորդականություն։ Արդեն հանդիպման փուլում պետք է հստակ գրավոր ֆիքսել, թե ինչպես անել պրոդուկտների պրեզենտացիան, ինչպես պատասխանել պոտենցիալ հաճախորդների առարկություններին եւ անհամաձայնություններին, ինչպես եւ ինչ ձևերով փակել գործարքը եւ կնքել պայմանագիրը։ Այս ամենը պետք է լինի գրավոր ֆիքսված, որպես հիմնական ուղեցույց ամբողջ թիմի համար, հատկապես նոր աշխատակիցների։ Քայլ 5. Հանդիպումներ եւ շաբաթական քննարկումներ։ Եթե ունեք արդեն հստակ ռազմավարություն եւ գործիքակազմեր, անհրաժեշտ է այն շարունակաբար քննարկել թիմի հետ։ Ինչպես լավագույն տարբերակն է շաբաթական ժողովների եւ անհատական հանդիպումների իրականացումը։ Դրանք օգնում են հասկանալ, թե որտեղ են կանգնած, ինչ խնդիրներ են ի հայտ եկել եւ ինչպես բարելավել գործընթացը։ Նման քննարկումներն ապահովում են թափանցիկություն, միասնականություն եւ արագ արձագանքում խնդիրներին։ Քայլ 6. CRM համակարգ։ Եթե ուզում եք այս բոլոր գործընթացներն իրականացնել մեկ հարթակում, հեշտ եւ արագ, ապա ամենաարդյունավետ լուծումը CRM համակարգն է։ CRM-ն ունի live dashboard-եր, որոնք թույլ են տալիս ռեալ ժամանակում հետևել
ռազմավարության ամբողջ ընթացքին։ Տալիս է նաև անալիտիկա, որի միջոցով հասկանում եք ինչը կարիք ունի բարելավման, որոնք են հիմնական խոչընդոտները եւ մերժման պատճառները, այսինքն lost reason-ները, եւ ինչպես արագ ադապտացվել։ Հաջող վաճառքի եւ երկարաժամկետ ռազմավարության իրականացման համար CRM-ը դառնում է ոչ թե հավելյալ հարթակ, այլ պարտադիր գործիք։ Տեսանյութի նկարագրություն բաժնում կգտնեք CRM համակարգերի մի քանի հղումներ, որոնք կարող եք փորձարկել անվճար, նախքան դրա ներդնելը ձեր կազմակերպությունում։ Եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր, սեղմեք լայք, կիսվեք ձեր թիմի հետ կամ գործընկերների հետ, իսկ եթե ցանկանում եք ստանալ ավելի մանրամասն նյութեր եւ գործիքներ, բաժանորդագրվեք մեր newsletter-ին, հղումը վիդեոյի նկարագրություն բաժնում է։